Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելը դեռ երկար է գրավելու հայկական եւ միջազգային լրատվականների ուշադրությունը, սակայն այս ամբողջ պատմության համատեքստում կա անհրաժեշտություն այժմ ճիշտ գնահատելու իրավիճակը եւ սահմանելու ապագայի անելիքները, իսկ անելիքներ շատ ունենք։ Հունգար ժողովուրդն իր կառավարությունից պահանջում է հետ վերադարձնել Սաֆարովին։ Հունգարիայում երեք նույնիսկ տեղի ունեցել բողոքի ալիք։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունգարացի հայագետ Բենեքտ Ջիկմոնդը ցավով նշեց կատարվածը։ Ասուլիսի ողջ ընթացքում սակայն պարզ դարձավ, որ հերթական անգամ գործ ունենք լավ սցենարի հետ։ Բանախոսը փորձում էր արդարացնել հունգարական կառավարության արարքը։ Վիրավորված լինելով Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ հնչած արտահայտություններից, թե Հունգարիան ծախվել է, բանախոսն ասաց. Ադրբեջանը ուղղակի փող է տվել Հունգարիային, որպեսզի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեն։ Այսպիսի բան ուղղակի չի եղել։ Պետք է ասել, որ Հունգարիան հիմա հսկայական ֆինանսական ճգնաժամում է, տնտեսական ճգնաժամում է, որը վերջին 20 տարվա ընթացքում մեծագույն ֆինանսական ճգնաժամն է, եւ նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական ճգնաժամ կա հիմա Հունգարիայում, կամ լարվածություն կա Հունգարիայում։ Եվ Հունգարիայի պետական պարտքը հսկայական է։ Բայց դա ինչ կողմի վերցրելա, թե չի վերցնելու հետ։ Չի վերցրել։ Հետևյալ առաջարկ է եղել, որ Ադրբեջանը առաջարկել է, որ առնելու է 3 միլիարդ դոլարով այդ բանը Հունգարիայի պարտքը, բանը կցածքի 3 միլիարդ դոլարով։ Բայց այդ բանը այդ գործարքը դեռ տեղի չի ունեցել եւ դեռ չի վճարել։ Հունգարիան գիտեր, որ Ադրբեջանն ազատ է արձակելու Սաֆարովին։ Այդ պատճառով Ադրբեջանից պահանջել էր երաշխիքներ, որ Սաֆարովը կշարունակի կրել իր պատիժը Ադրբեջանում, որին ի պատասխան Ադրբեջանի արտահայտության նախարարությունը խոստացել էր, որ Սաֆարովը կշարունակի կրել իր պատիժը։ Հունգարիայի կառավարությունը տեղյակ էր վտանգի մասին, որ իրականում չի շարունակվելու Ռամիլ Սաֆարովը այդ պատիժը, դրա համար ինքը երաշխիք է պահանջել Ադրբեջանից, իսկ Ադրբեջանի նախարարությունը, արտարադատության նախարարությունը գրել է մի նամակ, այս նամակը, որ այստեղ է, եւ այս նամակով ինքը խոստանում է, որ շարունակելու է Ռամիլ Սաֆարովը այդ բանը, այսինքն երբ որ Ռամիլ Սաֆարովը հասնելու Ադրբեջան, ինքը անմիջապես բանտարկվելու է եւ ամենակիչ 25 տարի պետք է դեռ բանտում մնալ։ Բանախոսի խոսքով, քանի որ ոչ ոք չի օգնում Հունգարիային, նա ստիպված դիմեց այդ քայլին։ Սակայն Հունգարիայի արդարադատությունը հետամուտ է լինելու, որ Ադրբեջանը կատարի իր խոստումը։ Հունգարիայի սխալն այն էր, որ հավատացել է Ադրբեջանին։ Իսկ այն ինչ կատարվել է ուրբաթօրը, դա վկայում է, որ Ադրբեջանը խաբել է Հունգարիան, ոչ թե ուղղակի խաբել է, այլ պաշտոնական նամակագիրել։ Հարցին, եթե անգամ Ադրբեջանը գումար չի էլ փոխանցել, ինչի հիման վրա է Հունգարիան արտահանձնել Սաֆարովին, ի պատասխան հայագետն ասաց, որ գործարքն արդեն կնքվել էր։ Նշենք, որ Հունգարիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց բանախոսի խոսքով ամեն տարի խորհրդարանը բարձրացնում է այդ հարցը եւ արտասանում ցեղասպանություն բառը։ Կարծում ենք այսքանից հետո ինչ որ բան պահանջել եւ սպասել Հունգարիայից ավելորդ է։ Նշենք, որ հունգարական արդարադատության կողմից 2006 թվականին 30 տարի առանց պատժի վերանայման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված հրեշ Ռամիլ Սաֆարովի փոխանցումը Ադրբեջանին եւ նրա անհապաղ ազատ արձակումը հանդիսանում է ոչ միայն բարբարոսության խրախուսում, այլև միջազգային իրավունքի ոլորտում բոլոր տեսակի օրենքների, հատկապես Ստրասբուրգի կոնվենցիայի խախտում։ Անի Մարկոսյան, Արման Գրիգորյան, Սլաքեյեմ։